Բարև ձեզ, սիրելի հեռուստադիտողներ, ես Ռազմիկ Տերտերյանն եմ, տնտեսագիտության թեկնածու, տնտեսագետ վերլուծաբան։ Այժմ ես ձեզ ուշադրության եմ ուզում ներկայացնեմ վերջին ժամանակներս ամբողջ աշխարհով մեկ ծավալվող խոսակցությունները տնտեսական պատերազմի մասին, որը հայտարարել Թրամփը գրեթե ամբողջ աշխարհին, առավել ևս Չինաստանին։ Այժմ ըստ հերթականության Թրամփը ապրիլի 2-ը հայտարարեց որպես ազատագրման օր։ Շատ տնտեսագետներ այդ օրը անվանեցին փլուզման օր, որոշները այն անվանեցին անվստահության օր, իսկ ես կանվանեմ այն նավակ ճոճելու օր։ Ինչու՞, որովհետև Թրամփի նման մոտեցումը տնտեսական հարցերի վերլուծմանը հղի է անկանխատեսելի հետևանքներով, նման է նավակ ճոճելուն եւ ունենալու է փոცხի էֆեկտը, այսինքն եթե կանգնում ես փոცხի վրա, առաջին հերթին այն հարվածում է ինքդ քեզ։ Եվ 18-րդ դարից սկսած աշխարհը բախվել է շատ տնտեսական պատերազմների եւ բոլոր դեպքերում էլ գործել է միշտ այդ փոცხի էֆեկտը։ Եվ քանի որ այս տնտեսական պատերազմը սկսել է Թրամփը, ինձ թվում է, որ ամենամեծ հարվածը կլինի հենց Ամերիկայի տնտեսությանը։ Հիմա այժմ ըստ հերթականությամբ։ Ուրեմն ըստ Թրամփի աշխարհը կառուցված է շատ պարզ հարաբերությունների վրա եւ Թրամփը դիտարկում է հարաբերությունները մեկը դու ինձ ես քեզ սկզբունքով եւ ձգտելով գալ այս դաշտ նա փորձել է բոլորի հետ բարձել իր հարաբերությունները, որպեսզի Ամերիկայի տնտեսությունը ունենա առավելություններ բոլորի նկատմամբ առանձին վերցրած։ Եվ այդ դեպքում նա չի հասկանում մի պարզ բան, որ արդեն երկար տարիներ աշխարհը անցել է գլոբալիզացման փուլ եւ այժմ տնտեսական հարաբերությունները առավել եւս ուրեմն բաց հարաբերություններ չեն, դրանք բազմակողմանի եւ բազմաձև հարաբերություններ են եւ չպետք է դիտարկել այն մեկը մեկի հետ հարաբերությունների մեջ։ Բայց ինչևից է, այժմ վերլուծենք, թե ինչ էր կատարվում Ամերիկայի տնտեսության հետ մինչև ապրիլի 2-ը։ Սկսած ուրեմն 2020 թվականից, այսինքն կոവിഡ്ի համաճարակից, ուրեմն Ամերիկայի պետական բյուջեի դեֆիցիտը կազմել է 3.16 տրիլիոն դոլար եւ դա հնայի 16%-ն է կազմել։ 2021 թվականին ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտը կազմել է 2.8 տրիլիոն դոլար եւ բյուջեի 14%-ն է կազմել։ 2022 թվականին 1.37 տրիլիոն դոլար 5.9%-ով, 2023 թվականին 1.66 տրիլիոն դոլար, արդեն 6.2%-ն է կազմել բյուջեի։ 2024 թվականին ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը արդեն կազմել է 1.8 տրիլիոն դոլար եւ բյուջեի 6.4%-ը, 25 թվականին կազմել է նախատեսված է, որ կկազմի 2 տրիլիոն դոլար եւ բյուջեի 7%-ը։ Ինչի մասին են խոսում ուրեմն այս թվերը։ Վերլուծելով այս 5 տարվա ուրեմն թվերի դասավորումը, գալիս ենք հետեւյալ եզրակացության, որ տարեց տարի աճում էր ոչ միայն Ամերիկայի պետական բյուջեի դեֆիցիտի բացարձակ մեծամասնությամբ, այլ նաեւ տոկոսային հարաբերությամբ հնայի նկատմամբ եւ դրա հետագա շարունակումը հղի էր մեծ հետևանքներով, քանի որ ինչքան մեծանա բյուջեի դեֆիցիտը հնայի նկատմամբ, այնքան դժվար կլինի այն փակելը եւ կարող է հասցնել տնտեսական ճգնաժամերի։ Բացի այդ, ԱՄՆ ուրեմն ունի պետական պարկ, որը 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 35.6 տրիլիոն դոլար, իսկ նրա միջին տոկոսադրույքը կազմել է 3.1% եւ ստացվում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտավոր էր տարեկան միայն պարտքի տոկոսների համար վճարել 1.1 տրիլիոն դոլար։ Բացի դա, նա նաև պետք է սպասարկել արդեն մայր գումարը, այդ պարտատոմսերի մայր գումարը, որը 2025 թվականի համար կազմում է 7.5 տրիլիոն դոլար։ Եվ այս
ֆինանսական 6 ամիսում որ անցել է, ուրեմն Ամերիկայի Միացյալ Նահանգներում ֆինանսական տարին սկսվում է հոկտեմբերի 1-ից եւ ավարտվում է սեպտեմբերի 30-ով։ Ուրեմն այս 6 ամսվա ընթացքում ուրեմն արդեն Ամերիկան հասցրել է փակել այդ պետական պարտատոմսերի 4 տրիլիոն դոլարի չափով գումար, այսինքն 3.5 տրիլիոն էլ դեռ պետք է մինչև սեպտեմբերի 30-ը մարի, բացի դա, ուրեմն եթե գումարում ենք նաև բյուջեի դեֆիցիտի կանխատեսված 2 տրիլիոն գումարը, ուրեմն կստացվի, որ մինչև տարվա վերջ Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է ուրեմն իր պարտքի մարման համար ծախսեր 8.6 տրիլիոն դոլար։ Հիմա այս տրիլիոնները փակելու համար Ամերիկայի Միացյալ Նահանգներին պետք էին շատ մեծ գումարներ եւ ինչ ճանապարհներ կան այդ գումարները ստանալու համար։ Ուրեմն կա ուղղակի մարման երկու պարզ ձև։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ավելի շուտ Ամերիկայի Միացյալ Նահանգների ուրեմն ֆեդերալ ռեզերվային համակարգը փող է տպում։ Պարզ փող թղթից ստանում է գումար, բայց 2008 թվականի տնտեսական ճգնաժամի տարիներին այն ժամանակ դեռ տպվել է 3.2 տրիլիոն դոլար, միայն COVID-ի տարում 2020 թվականին տպվել է 5.8 տրիլիոն գումար։ Ուրեմն այդ տպված թղթադրամները ունեցել են հետևանք, առաջացրել են ինֆլյացիա։ 24 թվականին ԱՄՆ տնտեսության ինֆլյացիան կազմել է 9% եւ դա բերել է նրան, որ ֆեդերալ ռեզերվային ուրեմն համակարգը բարձրացրել է տոկոսադրույքը, այսինքն փողի գինն է բարձրացրել, այն հասցնելով մոտ 4%-ի։ Հիմա եթե Ամերիկան նորից ուզենա փող տպել, թղթից ստանալ ոսկի, ուրեմն տնտեսությունը չէր կարա դա ամբողջությամբ կլանել եւ դա կունենար մեծ հետևանքներ, կառաջացներ մեծ ուրեմն ինֆլյացիա, որի պատճառով ԱՄՆ տնտեսությունը կհայտնվեր փաստի առաջ։ Ուրեմն տեսեք, երկրորդ տարբերակը, որպեսզի կարողանա Ամերիկան փակի այդ ծախսերը, պետքա ուրեմն վաճառի պետական, գանձապետական պարտատոմսեր, իրենց լեզվով ասած բոնդեր։ Դրանց ամենամեծ ծավալը ուրեմն 10 տարեկան բոնդերի վաճառքն է, որոնց ուրեմն տոկոսադրույքը նույնպես վերջին տարիներին սկսել էր աճել եւ հասել էր գրեթե 4.5%-ի։ Այսպես 2020 թվականի COVID-ի տարում պետական ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի տոկոսադրույքը կազմել է 1.2%, 2021 թվականին 0%, 22 թվականին 2.5%, 23 թվականին 3.5%, 24 թվականին 4%, իսկ արդեն 25 թվականի սկզբում այն հասել էր 4.5%-ի։ Իսկ մասնագետների գնահատմամբ, եթե պետական այդ պարտատոմսերի բոնդերի տոկոսադրույքը հասնում է 6%-ի, դա խնդրահարույց է։ 7%-ը արդեն ուրեմն դառնում է տնտեսության անկման պատճառ, իսկ 8%-ի դեպքում, բոնդերի 8%-ի դեպքում կարող է ԱՄՆ տնտեսությունը հասցնել դեֆոլտի։ Այսինքն, մենք ինչ ենք եզրակացնում, որ եւ էմիսիայի միջոցով, եւ բոնդերի վաճառքի միջոցով փակել 8.6 տրիլիոն ԱՄՆ պարտքը դա հղիեր մեծ հետևանքներով կարող է առաջացնել տնտեսական ճգնաժամ, լճացում եւ փլուզում։ Ուրեմն դրա համար ինչ է առաջարկում ԱՄՆ-ի տնտեսագետների խորհրդատուները, ինչ են առաջարկում Թրամփին, որպեսզի նրանք փակեն այդ դեֆիցիտը, առաջարկում են, որ բարձրացնեն տարիֆները, այսինքն ներմուծվող ապրանքների նկատմամբ բարձրացնեն տարիֆները եւ ընդունում են հետեւյալ մի ծիծաղելի բանաձև, ասենք, եթե որևէ երկիր ԱՄՆ-ի նկատմամբ ունի առևտրային պրոֆիցիտ
այդ պրոֆիցիտը բաժանում են ընդհանուր իմպորտի վրա եւ ստացված գումարը բաժանում են երկուսի եւ դրանով այդ գործակցով որոշում են տվյալ երկրի նկատմամբ կիրառվող տարիֆային տոկոսը եւ այդ ձևին նրանք աշխարհի 153 երկրների նկատմամբ սահմանել են տոկոսադրույքներ։ Բայց այդ տոկոսադրույքների սահմանումից հետո ամբողջ աշխարհը սկսեց պատասխանել Թրամփին, որ իրանք էլ են պատրաստվում համապատասխան ձևով նույն տոկոսադրույքները կամ մի քիչ ավելի մեղմ ձևով արձագանքել Թրամփին։ Հետևաբար, եթե Թրամփը կիրառեր այդ սկզբնական փուլում ընդունված տոկոսադրույքները եւ նրան նկատմամբ կիրառվեր ուրիշ երկրների արդեն փոխադարձ տարիֆները, ապա ամբողջ համաշխարհային տնտեսությունը կկանգներ փլուզման եզրին, առավել շատ կվնասվեր ԱՄՆ տնտեսությունը, որտեղ ինքն է սկսել պատերազմը եւ ինքն է ուրեմն ընդդիմացել ամբողջ աշխարհին։ Ուրեմն այս պարագայում ինչ էր ուրեմն սպասվում վատագույն դեպքում, ինչ կարող էր տեղի ունենալ, ընդհանրեն եթե այս սցենարը գործեր։ Թրամփը կիրառեր տոկոսադրույքներ, ամբողջ աշխարհը ընդդիմանար ընդդեմ տոկոսադրույքներ կիրառեր, այդ դեպքում ուրեմն առաջի հերթին ուրեմն բոլոր համաշխարհային ֆոնդային բորսաները կգրանցեին անկումներ, ինչը եւ տեղի ունեցավ ապրիլի 2-ին Թրամփի հայտարարելուց հետո 2 ժամվա ընթացքում ամբողջ աշխարհի ֆոնդային բորսաները կորցրեցին մոտ 10 տրիլիոն դոլար։ Միայն Ամերիկայի Միացյալ Նահանգները այդ առաջի 2 ժամվա ընթացքում կորցրեց 2 տրիլիոն, հաջորդ 2 օրերի համար կորցրեց 5.4 տրիլիոն եւ այս վերջի 2 շաբաթվա ընթացքում համարյա 8 տրիլիոն արդեն Ամերիկայի ֆոնդային բորսաները կորցրել են։ Այդ դեպքում ուրեմն կկրճատվեր ԱՄՆ տնտեսությունը, ֆոնդերը ուրեմն կկանգնեին սննկացման եզրին, ձեռնարկությունները կկանգնեին սննկացման եզրին, բանկերը կկանգնեին սննկացման եզրին, ԱՄՆ ազգաբնակչությունը առավել եւս նրա խոցելի խավը թոշակառուները իրենց բոլոր խնայողությունները պահում են կենսաթոշակային հիմնադրամներում, իսկ այդ կենսաթոշակային հիմնադրամները իրենց գումարները ներդնում են ֆոնդային բորսաներում եւ ԱՄՆ արժեթղթերում։ Այդ դեպքում ուրեմն կսննկանային նաեւ այդ կենսաթոշակային հիմնադրամները եւ ԱՄՆ ազգաբնակչության 30%-ից ավել կենսաթոշակառուները կհայտնվեին սովի եզրին։ Այսինքն սա վատագույն տարբերակն է, որ կարող էր տեղի ունենալ, եթե այս ուրեմն տարիֆները գործեին երկկողմանի։ Իսկ ինչ լավագույն տարբերակ կարող էր տեղի ունենալ այս դեպքում։ Տեսեք, Թրամփը երբ որ հայտարարեց ամբողջ աշխարհի նկատմամբ տարիֆներ սահմանելուն, նա սպասում էր զանգերի, որպեսզի մյուս երկրների վարչապետերը կամ նախագահները զանգեին Թրամփին եւ խնդրեին հանդիպում, որպեսզի սկսեն բանակցություններ այդ տարիֆների կիրարկման վերաբերյալ։ Այդ դեպքում բանակցության ընթացքում պետք է նրանք խնդրեին, որպեսզի Թրամփը կրճատեր այդ տարիֆները, որտեղ դա հարվածել էր իրենց տնտեսությանը, նաեւ համաշխարհային տնտեսությանը։ Թրամփը կասեր, խնդրեմ, հարց չկա, ես պատրաստ եմ ուրեմն կրճատել այդ տարիֆները, բայց մի պայմանով։ Եթե դուք ձեր պրոֆիցիտի հաշվին 100 տարով գնում եք ԱՄՆ գանձապետական պարտաստ տոմսեր 0%-ով, այսինքն այս ձևով Թրամփը կարող էր այդ պարտատոմսերի ուրեմն տոկոսադրույքը հավասարեցնել 0-ի եւ ստանալ մեծ օգուտներ։ Երկրորդը, Թրամփը կարող էր ասել, որ դուք պետք է ներդրումներ կատարեք ԱՄՆ տնտեսության մեջ, ուղղակի ներդրումներ։ Դա ինչ է նշանակում ուղղակի ներդրում, դա նշանակում է ուղղակի արտադրական ձեռնարկությունների կառուցում։ Երրորդ, Թրամփը կարող էր պահանջել, որպեսզի ունենան հասանելիություն ԱՄՆ շուկաներ,
այսինքն տարիֆների զրոյացման դեպքում նա կառաջարկեր, որ խնդրեմ, հիմա ներկա պահին ես ձեզ պարտկեմ X գումար, հենց հիմա ասենք ԱՄՆ պարտատոմսերի դուք ունեք X գումարի չափով պարտատոմսեր, այդ պարտատոմսերը վերաձևակերպում ենք 50-ից 100 տարով 0% տոկոսադրույքով պարտատոմսերի։ Ներկա արդեն գործող պարտատոմսերը վերածում էր 0% պարտատոմսերը, որոնց մարումը պետք է տեղի ունենան 50 կամ 100 տարի հետո։ Այսինքն Թրամփը այս մի հարվածով հետաձգում էր ուրեմն պարտատոմսերի վճարում այն իմաստած մատնանշած 8.6 տրիլիոն դոլարը։ Հաջորդը Թրամփը կարող էր իրենց առաջարկել այդ դեպքում ես կապովեմ ձեր ուրեմն ռազմական անվտանգությունը, պատրաստ եմ իմ զորքերով ռազմական կարողություններով այսպես ասած ոչ միայն սատարել, այլ նաև երաշխավորել ձեր անվտանգությունը։ Հաջորդը Թրամփը կարող էր այդ միջազգային գործընկերներից պահանջել, որպեսզի նրանք վերացնեն ԱՄՆ արտադրանքի արտանման խանգարող, խոչընդոտող այն բոլոր գործոնները, որոնք ընդունված են տարբեր երկրներում։ Հանուն արդարության պետք է ասենք, որ մինչև այդ տարիֆների ընդունումը Ամերիկայի ներմուծման միջին տարիֆները կազմել են 2.5%, իսկ մնացած երկրների տարիֆները ԱՄՆ նկատմամբ տատանվել են 5%-ից մինչև 20-25% նայած ըստ երկրների։ Բայց տեղի չունեցավ դա, այսինքն այդ լավագույն սցենարն էլ տեղի չունեցավ, երկրները միանգամից հայտարարեցին, որ իրանք են պատրաստվում հակա տարիֆներ ընդունել ԱՄՆ-ի դեմ, ուրեմն ամբողջ համաշխարհային տնտեսությունը, առավել եւս ԱՄՆ տնտեսությունը կանգնեին խորը ճգնաժամի առջև, ինչպես դա տեղի ունեցավ 1929 թվականից 33 թվականները։ Դրա համար ինչ առաջարկեցին ԱՄՆ տնտեսական խորհրդատուները Թրամփին։ Նրանք առաջարկեցին, որ քանի որ այս դեպքում ուրեմն տնտեսական չես կարող միայնակ պայքարել ամբողջ աշխարհի դեմ, ուրեմն մենք ինչ կանենք, բոլոր երկրների համար կսահմանենք 10% տարիֆ, իսկ միայն Չինաստանի համար արդեն հասել է 145%-ի։ Ինչու միայն Չինաստանի համար, որտեվ ԱՄՆ Թրամփի խորհրդատուները ասում են, որ մեր դժբախտությունների հիմնական պատճառը դա Չինաստանն է։ Քանի որ ամենամեծ առևտրային դեֆիցիտը Չինաստանի հետ է, մոտ 400 միլիարդ դոլարի դեֆիցիտ ունի ԱՄՆ Չինաստանի հետ առևտրային հարաբերություններում։ Եվ քանի որ Չինաստանը առաջինը հենց ինքն է արձագանքել Թրամփի տարիֆներին, սահմանել է կոնտր տարիֆներ 25%-ի չափով, այդ դեպքում եկեք պատժենք Չինաստանին, իսկ մնացած երկրներին կսահմանենք 10% եւ 90 օր մորատորիում, այսինքն կսառեցնենք 90 օրով, մինչև այդ բանակցությունները ուրեմն ընթանան։ Այս դեպքում ուրեմն համաշխարհային տնտեսական պատերազմը վերափոխվում է տնտեսական պատերազմ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջև։ Հիմա մենք վերլուծենք, թե ինչ տեղի կունենա այս դեպքում, այսինքն երբ որ ԱՄՆ-ը եւ Չինաստանը սկսեն միմյանց դեմ ուրեմն պատերազմի մեջ մտնեն միմյանց դեմ։ Ուրեմն տեսեք, մենք պետք է համեմատենք, թե այս տնտեսությունները ինչպես են պատրաստվել պատերազմին։ Ուրեմն հանուն արդարության պետք է նշենք, որ Չինաստանը դեռևս 2017 թվականից կանխազգում էր այս երևույթը։ Ինչու՞։ Որտեվ Թրամփի ընտրվելու առաջին այդ ժամանակաշրջանում 16-ից 20 թվականները 17 թվականին Թրամփը կարելի ասել մինի պատերազմի հայտարարում Չինաստանին եւ պարտադրում է, որպեսզի նրանք ուրեմն իջեցնեն տարիֆները, նրանք որպեսզի ուրեմն գնեն պարտատոմսեր, ԱՄՆ պարտատոմսեր եւ ազատականացնեն տնտեսությունը եւ ամենակարևորը ԱՄՆ պարտադրում է, որպեսզի Չինաստանը ուրեմն արժևորի
իր արտարժույթը յուանը, քանի որ յուանի կուրսը որոշվում է Չինաստանի կոմունիստական կուսակցության ուրեմն հրամաններով կամ այնտեղ պետությունն է որոշում կուրսը, յուանը չունի շուկայական արժեք։ Այդ դեպքում ցանկացած պահի, որպեսզի Չինաստանի տնտեսությունը դառնա մրցունակ աշխարհի բոլոր երկրների հանդեպ, առավել եւս ԱՄՆ-ի հանդեպ, ուրեմն Չինաստանի կառավարությունը արժեզրկում էր յուանը։ Երբ որ դու յուանը արժեզրկում ես, քո արտադրանքը ավելի մրցունակ է դառնում, ուրեմն համաշխարհային շուկայում։ Թրամփը պարտադրեց, որպեսզի ուրեմն Չինաստանը արժևորի յուանը եւ այն ժամանակ 7.2-ից իջավ մինչեւ համարյա 6.1։ Ուրեմն Չինաստանը այդ դեռ այն ժամանակ համաձայնվում է ուրեմն Թրամփի պայմաններին եւ ավելորդ խացավանքից խուսափելու համար գնում է յուանի արժևորմանը։ Բայց սկսում է պատրաստվել այսօրվան, որտեվ գիտի, որ գալու է մի օր, եթե չլինի Թրամփը մի հատ ուրիշ պրեզիդենտ կգա Ամերիկա եւ կպահանջի, որպեսզի Չինաստանը փոխհատուցի այն տնտեսական վնասները, որոնք իբր թե կրում է Ամերիկան Չինաստանի պատճառով։ Ուրեմն Չինաստանը սկսում է 17 թվականից զարգացնել իր ֆոնդային, պարտքային եւ ֆինանսական բորսաները, սկսում է զարգացնել իր առևտրային կապերը բոլոր մայրցամաքների հետ, առավել եւս աֆրիկական, ասիական, խաղաղօվկիանոսական երկրների հետ եւ սկսում է անմիջական ուրեմն առևտրային հարաբերություններ ձևավորել ԱՄՆ-ի ամենամոտ դաշնակիցների հետ՝ Կանադա, Մեքսիկա, Ավստրալիա, Եվրամիություն եւ այլն։ Ուրեմն ներկա պահին Չինաստանը, որ այսպես վստահ ուրեմն մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին, այսինքն հենց ընդունել ԱՄՆ-ն նետած ձեռնոցը, նա գիտի, որ ինքը կարող է ուրեմն դիմակայել այս պայքարում։ Ասեմ, որ տնտեսական պատերազմները շատ նման են քաղաքական պատերազմներին։ Իսկ ԱՄՆ Չինաստան տնտեսական պատերազմը ես կարող եմ համեմատել ծովամարտի հետ, որտեվ ծովամարտում ոչ միայն կարևոր են, թե ովքեր են հրամանատարները, նավապետերը, ովքեր են նավաստիները կամ նավերի վիճակը ինչպիսին է, այլ նաև շատ կարևոր է արտաքին միջավայրը։ Ծովն է կարևոր, ալեկոծությունը, փոթորիկը, արևի դիրքը, քամու ուժգնությունը, քամու ուղղությունը, սրանք բոլորը կարևոր են ծովամարտում։ ԱՄՆ Չինաստան տնտեսական պատերազմը շատ նման է այս ծովամարտին, ինչու որտեվ բացի երկու երկրների կարողություններից եւ հզորություններից, կարևոր է նաև արտաքին տնտեսական միջավայրը։ Շատ կարևոր է Եվրոմիությունը, շատ կարևոր է աֆրիկական տնտեսությունը, շատ կարևոր է Ավստրալիան, Կանադան, Մեքսիկան, Ռուսաստանի Դաշնությունը շատ կարևոր մեծ դեր ունի այս պատերազմում, որտեվ Չինաստանը կարող է հենվել Ռուսաստանի Դաշնության բնական ռեսուրսների վրա եւ քանի որ ինքը Ռուսաստանին օգնել ուկրաինական պատերազմում, նաև հույս կունենա, որ Ռուսաստանն էլ իրան կօգնի այս պատերազմում։ Ուրեմն դրա համար նախորդ ասեմ, որ այս պատերազմի արդյունքը շատ անկանխատեսելի է, որովհետև այսինքն բոլոր պատերազմներն են անկանխատեսելի, բայց այս պատերազմը առավել եւս անկանխատեսելի է։ Ինչու որովհետև տեսեք, հենց ծովի հետ էլ որ համատում ենք, ասենք, չինական նավերը շատ են, բայց որակապես շատ թույլ են։ Ամերիկյան նավերը քիչ են, բայց տեխնիկապես հագեցված են, նավիգացիոն համակարգերը շատ ուժեղ, ուրեմն զարգացած է, զինվածության մակարդակը շատ բարձր է, ԱՄՆ տնտեսական գործիքները շատ հզոր են եւ շատ մեծ ծավալի են։ ԱՄՆ ուրեմն ամբողջ աշխարհի գնողունակ ուրեմն առաջարկի ամենախոշոր պետությունը, նա տիրապետում է աշխարհի ֆինանսերի գրեթե 30%-ին, այսինքն ամբողջ աշխարհի
առևտրային հարաբերությունները կառուցվում են ԱՄՆ-ի շուրջ եւ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի ցանկացած երկրի ենթարկել տնտեսական էմբարգոների, սանկցիաներ կիրառել եւ այդ երկրներին դնել փաստի առաջ։ Իսկ Չինաստանը մյուս կողմից ինքը արդեն կարողացել է լավ հարաբերություններ հաստատել Խաղաղ օվկիանոսյան երկրների հետ, Ավստրալիայի հետ, Կանադայի հետ եւ իր տնտեսությունը վերջին 8 տարում 17 թվականից մինչև 25 թվականը հասցրել է ուրեմն շատ բարձր մակարդակի։ Հիմա վերլուծենք թե ինչպիսին են երկու հակամարտող կողմերի ուրեմն հզորությունները։ Տեսեք, բնակչության քանակով ԱՄՆ 340 միլիոն բնակչություն ունի, Չինաստանն ունի 1 միլիարդ 400 միլիոն բնակչություն։ Այսինքն այս տեսակետից Չինաստանը գերազանցում է ԱՄՆ-ին։ Մեկ շնչի հնայով ԱՄՆ-ի ուրեմն մեկ շնչի ընկնող հնան ԱՄՆ-ում կազմում է $81300, իսկ Չինաստանում $12040 է մեկ շնչի հնայի ծավալը։ Այսինքն այս դեպքում շատ վատ են Չինաստանի ցուցանիշները, ԱՄՆ-ին զիջում են մոտ 35 անգամ։ Բայց մյուս տեղից մեկ շնչին ուրեմն բյուջեի ծախսով ԱՄՆ-ը $19900 է կազմում բյուջեի ծախսը մեկ շնչի վրա։ Իսկ Չինաստանում բյուջեի ծախսը մեկ բնակչի վրա կազմում է $2820։ Այսինքն սա ինչ է ցույց տալիս, որ մեկ զինվոր պահելու համար Չինաստանը գրեթե 7 անգամ քիչ գումար է ծախսում։ Մյուս կողմից հնան, ուրեմն տեսեք, ԱՄՆ-ի հնան 27.36 տրիլիոն է, Չինաստանի հնան 17.66 տրիլիոն է, բայց հնայի աճը 24 թվականին ԱՄՆ-ում կազմել է 2.5%, իսկ Չինաստանում 5.2%։ Մի դեպքում Չինաստանի դիրքերն են լավ, մյուս դեպքում ԱՄՆ-ի դիրքերն են լավ։ Մի ուրիշ շատ կարևոր ցուցանիշ կա։ Հնան ըստ գնողունակության։ Դա ինչ է նշանակում, որ եթե դու Չինաստանում ունես $100, դրանով կարող ես գնել որոշակի ապրանքներ եւ ծառայություններ։ Այդ նույն $100-ով դու ինչքան ծառայություններ կարող ես գնել միջազգային շուկայում։ Դա կոչվում է հնան ըստ գնողունակության։ Այդ դեպքում դե պարզ է մեկ շնչի հնայի գնողունակությունը ԱՄՆ-ում կլինի նույնը 27.36 տրիլիոն $, բայց Չինաստանում հնան ըստ գնողունակության կազմում է 28.5 տրիլիոն $։ Այսինքն համարը 1.2 տրիլիոն $-ով ավել է, քան ԱՄՆ-ն։ Այստեղ այս ցուցանիշով էլ ուրեմն Չինաստանն է ավելի առաջ։ Մյուս կողմից համաշխարհային հնան աճել է 3.2%-ով, այսինքն ԱՄՆ-ի հնան ավելի դանդաղ է աճել, քան համաշխարհային հնան, իսկ Չինաստանի հնան ավելի արագ է աճել, քան համաշխարհային հնան։ Մեկ այլ ցուցանիշով ԱՄՆ-ը շատ առաջ, օրինակ համաշխարհային հնայի մեջ ԱՄՆ-ի կշիռը 26% է կազմում, իսկ Չինաստանի կշիռը կազմում է 16.8%։ Այս ցուցանիշով էլ ԱՄՆ-ն է ավելի ուժեղ։ Բյուջեների համատությունը, ուրեմն ինչ է ցույց տալիս։ ԱՄՆ-ի բյուջեն 24 թվականին կազմել է 6.9 տրիլիոն $, իսկ Չինաստանի բյուջեն կազմել է 3.95 տրիլիոն $, այսինքն գրեթե 2 անգամ ԱՄՆ-ի բյուջեն ավելի, այսինքն ԱՄՆ-ն ավելի մեծ գումարներով կարող է մտնել պատերազմի մեջ։ Իսկ բյուջեի պակասորտի տեսակետից արդեն ԱՄՆ-ը կրկնակի զիջում է Չինաստանին, որտեղ ԱՄՆ-ի բյուջեի պակասորտը մոտ 2 տրիլիոն $, իսկ Չինաստանին 0.9 տրիլիոն $-ը բյուջեի պակասորտը։ Արտաքին առևտրի տեսակետից շատ հետաքրքիր թվեր են, ինչը որտեղ ԱՄՆ-ի արտաքին առևտուրը ամբողջական կազմում է 5.38 տրիլիոն $, իսկ Չինաստանինը 6.16 տրիլիոն $։ Չինաստանի արտաքին առևտուրը գերազանցում է ԱՄՆ-ի արտաքին առևտրին։ Բացի դա, նաև շատ լավ են ուրեմն սալդոյի տեսակետից, այսինքն արտանում ներմուծում, ուրեմն տարբերության տեսակետից ԱՄՆ-ում ուրեմն բացասական է դեֆիցիտ, առևտրային դեֆիցիտը -1.2 տրիլիոն $, իսկ Չինաստանում հակառակը առևտրային պրոֆիցիտ է 1 տրիլիոն $-ի չափով։
Բացի այդ, ԱՄՆ ուրեմն Չինաստանին պարտք է 760 միլիարդ դոլար։ Իսկ շատ կարևոր ցուցանիշ է արտաքին արժութային պահուստները։ Ուրեմն տեսեք, ԱՄՆ-ի արտաքին արժութային պահուստները ընդամենը 243 միլիարդ դոլար են կազմում այսօրվա դրությամբ։ Իսկ Չինաստանի արտաքին արժութային պահուստները կազմում են 3 տրիլիոն 307 միլիարդ դոլար, 2 տրիլիոն 100 միլիարդով մոտ ավել են ԱՄՆ պահուստներից։ Այսինքն երկարատև պատերազմի դեպքում Չինաստանը մեծ շանսեր ունի գոյատևելու։ Եվ նաև շատ կարևոր է ցուցանիշը ուրեմն ֆիզիկական ապրանքների արտահանումը, որտեղ ԱՄՆ ֆիզիկական, այսինքն լայն սպառման տնտեսական ապրանքներ արտահանում է 1.09 տրիլիոն դոլար, իսկ Չինաստանը 2.9 տրիլիոն դոլարի արտահանում։ Ծառայությունների արտահանմամբ ԱՄՆ-ն է շատ հզոր, 1 միլիոն տրիլիոն դոլարի ծառայություններ արտահանում, իսկ Չինաստանը արտահանում է 0.68 տրիլիոն դոլար։ Ուրեմն ինչու են այս թվերը հետաքրքիր, որտեղ եթե դու մտնում ես տնտեսական պատերազմի մեջ, քո տնտեսական ցուցանիշները շատ կարևոր են, որպեսզի դու կարողանաս դիմակայես այդ մարտահրավերներին եւ կարողանաս այդ ուրեմն պատերազմի ընթացքում գոնե չպարտվես։ Բայց պատմությունը ապացուցել է մեկ բան, բոլոր պատերազմներում բոլոր կողմերը միշտ էլ մեծ կորուստներ են կրում, առավել եւս հասարակ ժողովուրդը։ Ուրեմն ասեմ ձեզ, այս տնտեսական պատերազմի հետևանքները իրենց մաշկի վրա կրելու է Ամերիկայի ժողովուրդը եւ Չինաստանի ժողովուրդը։ Մեծ խաղացողները, մեծ տնտեսական ուրեմն միավորումները, բորսաները, ուրեմն կորպորացիաները, անդրազգային կորպորացիաները, եթե նրանք տուժում են էլ շատ քիչ, որովհետև նրանց մոտ հիմնականում նրանք ուրեմն մեծ մասը փուչիկներ են, այսինքն նրանց մոտ արժեքների մեծացումը հիմնականում տեղի ունեցել ուրեմն մանիպուլյացիաների հիման վրա։ Կարելի է մի հատ շատ պարզ, աշխարհի ամենահայտնի ընկերությունը Apple ընկերությունն է։ Նրա կապիտալիզացիան այսօրվա գներով մոտավորապես 3.67 տրիլիոն դոլար է, բայց իրական իր արժեքը մոտավորապես 1.74 տրիլիոն դոլար է։ Երկու անգամից ավել Apple-ը ուրեմն փչվել է։ Եվ եթե նա թեկուզ տրիլիոններ կորցնի, մեկը իջնելու հասնելու իրական գնին է հասնելու եւ այդպես շատ ընկերություններ, հենց նույնը կարելի ասել օրինակ Իլոն Մասկի Տեսլա ընկերության, նա նույնպես փշված է մոտ 3 անգամ, իրական արժեքից 3 անգամ թանկ է այսօր իր արժեթղթերը գնահատվում ԱՄՆ բորսաներում։ Այսինքն նորից եմ կրկնում, տնտեսական պատերազմների հիմնական վնասը կրում են ժողովուրդները։ Դրա համար ես խորհուրդ կտայի, որ Թրամփը փոխեր իր քաղաքականությունը եւ այս տարիֆային պատերազմը վերածեր ուրեմն տարիֆային բավարարության։ Ինչպես եթե Թրամփը ուզում է որպեսզի իր տնտեսությունը զարգանա եւ առևտրային դեֆիցիտը ծածկի, նա պետք է ոչ թե բարձրացներ տարիֆները, այլ ընդհակառակը հանդիպակաց կողմին Չինաստանին, Եվրամիությանը, Ավստրալիային, Ճապոնիային, մյուս երկրներին առաջարկեր, որ նրանք իջեցնեն իրենց տարիֆները, որոնք գործում են ԱՄՆ ապրանքների դեմ։ Եթե աշխարհում բարձրանում են տարիֆները, ուրեմն աշխարհի տնտեսությունը անկում է գրանցում, կրճատվում են արտադրությունները, կրճատում է փողի ծավալը։ Տարիֆների բարձրացումը բերում է ճգնաժամերի, իսկ տարիֆների իջեցումը ընդհակառակը բերում է համաշխարհային տնտեսության զարգացման, բերում է արտադրության ծավալների աճման, բերում է սպառման աճման, հետևապես մեծ ծավալների դեպքում ԱՄՆ հնարավորություն կունենար ավելի մեծ քանակի թուղթ տպել, սարքել դոլար։ ԱՄՆ-ի
եթե ԱՄՆ-ի նկատմամբ մյուս երկրները կրճատեն իրենց ներքին տարիֆները, դա կազդեր, որպեսզի ԱՄՆ-ի տնտեսությունը զարգանար, ԱՄՆ-ի արտահանումը կխթանվեր։ Եթե խթանվեր ԱՄՆ-ի արտահանումը, պարզե դա կբերեր, որպեսզի կկրճատվեր ԱՄՆ-ի դեֆիցիտը։ Այսինքն իմ առաջարկությունում ԱՄՆ պետք է գնար լրիվ հակառակ ճանապարհով։ Տարիֆ խնդրեր, որպեսզի մյուս պետությունները կրճատեին ԱՄՆ-ի նկատմամբ տարիֆները։ Այդ դեպքում կշահեին բոլորը կշահեին, այդ թվում նաև Հայաստանն էլ կշահեր այդ դեպքում։ Հիմա գանք հաջորդ ամենակարևոր ուրեմն խնդրին։ Իսկ ինչ հնարավոր հետևանքներ կունենան այս պատերազմը ուրեմն ԱՄՆ-ի եւ Չինաստանի տնտեսության վրա եւ աշխարհի վրա։ Տեսեք, եթե շարունակվի ԱՄՆ-ի եւ Չինաստանի տնտեսական պատերազմը, ապա ԱՄՆ-ում կբարձրանա գործազրկությունը, կկրճատվեն աշխատատեղերը, սոցիալական ծախսերը կավելանան եւ հնարավոր է ԱՄՆ-ում տնտեսական ճգնաժամ գրանցվի։ Իսկ Չինաստանում հնարավոր է սոցիալական ծախսերը կրճատվեն, քանի որ Չինաստանում բնակչության սոցիալական ծախսերը մոտ տասնապատիկ անգամ ավելի ցածր են ԱՄՆ-ից, ապա էֆեկտը մեկ շնչի վրա ավելի քիչ կլինի, բայց կազդի բոլորի վրա։ ԱՄՆ-ում հակառակը քչերի վրա կազդի, բայց մեծ ծավալով, որտեղ ԱՄՆ-ի տնտեսությունը հարուստ տնտեսություն է, բնակչությունը մոտավորապես 4 անգամ ավելի քիչ է, քան Չինաստանի բնակչությունը, այսինքն բնակչության թվականակի կազմով ԱՄՆ-ում քիչ մարդ կտուժվի, բայց այդ տուժվողների վնասը շատ մեծ կլինի։ Չինաստանում հակառակը շատ մարդ կվնասվի, բայց փոքր ծավալի, տանելի ծավալի։ Հետևաբար, ուրեմն պետք է Թրամփը միջոցներ ձեռնարկի, որպեսզի կասեցնի այս տնտեսական պատերազմը։ Եվ երեք Թրամփը հայտարարել էր, որ ինքը սպասում է, որպեսզի Չինաստանը զանգի եւ սկսեն բանակցությունները, բայց ի պատասխան դրան Չինաստանը հայտարարել էր, որ իրենք 5000 տարի ապրել են առանց ԱՄՆ եւ թքած ունեն ԱՄՆ-ի վրա իրենց մեծ պարսպի վրայից։ Բացի այդ, Չինաստանը նաև հայտարարել է, որ իրենք պատրաստ են բանակցությունների, բայց միայն մի դեպքում, եթե ԱՄՆ կդադարի խոսել, ուրեմն շանտաժի լեզվով եւ ԱՄՆ կդադարի սպառնալիքների լեզվով խոսել։ Պետք է նստել բանակցությունների շուրջ։ Ինչ թվում է, այս պատերազմի լավագույն ելքը նա կլինի, որպեսզի բոլոր կողմերը նստեն բանակցությունների եւ այս ԱՄՆ-Չինաստան տնտեսական պատերազմը վերածեն տնտեսական առաջընթացի։ Բայց մյուս կողմից ուզում եմ նշեմ, որ ԱՄՆ պետք է նաև վերանայի իր դիրքորոշումը մյուս բոլոր պետությունների նկատմամբ, որտեղ սահմանել է 10% տուրքեր, քանի որ եթե գումարում ենք ԱՄՆ միջին տոկոսադրույքին, այդ 10%-ի գումարվի 5% միջին տոկոսադրույքը, որը գործում է այսօր եւ կդառնա մոտավորապես 15%, ուրեմն տուրքերի տոկոսադրույք, որը նույնպես կխոչընդոտի համաշխարհային տնտեսության զարգացմանը։ Ընդհանրապես գլոբալիզացիայի պայմաններում պետք է պետությունները ձգտեն նվազեցնեն տուրքերը, որպեսզի տնտեսությունը զարգանա։ Մյուս կողմից գլոբալիզացիայի պայմաններում պետք է բացվեն տնտեսական սահմանները։ Պետք է ամեն մարդ ինչի ընդունակ է, ինքը գնա այդ ճանապարհով, այսինքն արտադրողականությունը եւ արդյունավետությունը պետք է բարձրանա։ Այս դեպքում կշահեն բոլորը։ Ուրեմն նորից վերջնական մենք գանք այն եզրակացության, որ տարիֆները պետք է նորից զրոյացվեն, հակառակը, որ երկրում որ տարիֆները բարձր են, պետք է իջեցվեն, որոնք կնպաստեն եւ ԱՄՆ-ի տնտեսության զարգացմանը եւ համաշխարհային տնտեսության զարգացմանը։ Շնորհակալություն, այսքանը կհանդիպենք շուտով։ Ստեսություն ձեզ։